Բարև, վարձատրությունդ, երբ Քրիստոս վերադառնա։ Քրիստոնեական համայնքները հագասական տեսակետեր ունին հափշտակության նկատմամբ։ Այսինքն Հիսուսի եկեղեցին այս աշխարհեն դուրս կանչելու նկատմամբ։ Բոլորը կրնան հավատալ Հիսուսի որպես իրենց փրկիչը, բայց ոմանք կրնան հավատան, որ Հիսուս պիտի գա մեծ նեղութենեն ետք, ոմանք ալ կգարձեն անգե առաջ, եւ դակավին ուրիշներ չեն հավատար, որ ան պիտի գա։ Հոգ չէ թե քու գարձիկդ որն է, սակայն ինքզինքիդ այս կարևոր հարցումը հարցուր. ինչպես գաստե քու մեկնաբանությունդ քու կյանքիդ վրա։ Եթե քու տեսակետդ գործնականորեն չաստեր քու վրաց, ուրեմն դու պետք է վերադեսության ենթարկես այն բանին, որ կհավատաս։ Դերոջ վերադարձի ակնկալությունը պետք է մղե հավատացյալին կյանքը։ Այդ մեկը վիճելի վարդապետություն չէ, այլ ապրելու վարդապետություն է։ Մեր գարձիկը վերջին ժամանակներու բադահելիքներուն մասին բարձրապես բադահական ենթադրություններ չեն, այլապես Աստծո խոսքը իզուր դեղ գուսուցանվի։ Բողոս Թեսաղոնիկեցիներուն ըսավ, երբ մենք ցեզիկ եկանք, մենք չներկայացուցինք դեսական առաջարկներ։ Մեր նպատակը չէր բաժնեկցիլ նոր փիլիսոփայություններ, որ որևէ աստեցություն չունին ցեր վրա։ Մենք ցեզի չսպաղեցուցինք մի քանի օր եւ հետո հեռացանք։ Ոչ, ինչ որ Բողոս ներկայացուց Թեսաղոնիկեցիներուն, ցնցեց շատ մարդոց կյանքերը։ Շատեր եկան ճանչնալու Հիսուս Քրիստոսը, ան եկեղեցիմը մեջտեղ բերավ։ Բողոս անոնց սորվեցուց բանմը, որ իզուր էր Թեսաղոնիկեի մեջ։ Հիսուս Քրիստոսի ավետարանը գալեց այդ քաղաքի փողոցներեն եւ մտավ մարդոց սրտերուն, դուներուն եւ կյանքերուն մեջ։ Բողոս կպատմե մեզի Թեսաղոնիկեի մեջ իր անձնական օրինակով իր քարոզին մասին, 3-6 համարները, եւ կպատկերացնե իր հարաբերություն անոնց հետ որպես ընտանիք։ Առաջին, անոնց համար մորմը նման էր, որ կմխիթարեր անոնց։ 7-րդ համար, ան կծարայեր անոնց 24 ժամ 7 օր, մորմը պես, գիշեր ցերեկ, քանի ան անգեղձորեն կսիրեր անոնց։ Ան անոնց կգոչեր սիրելիներ, որ կնշանակե սիրված։ Երկրորդ, ան հորմը պես էր անոնց համար, որ կքաչալերեր անոնց, 11-րդ համար, ան կքալեր իր զավակներուն գողքին եւ գողքներ անոնց, երբեմն անոնց ուսուցանելով, երբեմն մարդահրավեր տալով, թրթելով անոնց, ճիշտ այնպես, ինչպես հայր մգնե, երբ ան գարաշնորթե իր զավակները բարի կյանք ապրելու։ Մեր հայրական ըսկացումը պետք է մեզ մղե իրար ավելի քաչալերելու, որ ապրինք Աստծո արժանի կյանքը, որ կփրկե եւ կգանչե մեզ իր թագավորության եւ փառքին։ Երորդ, Բողոս եղբորը պես էր անոնց համար, երբ ան մարդահրավեր տվավ անոնց, 14-րդ համար։ Ինչ ասավ Բողոս, որ Թեսաղոնիկեցիներուն միապանեց որպես եղբայրներ, անոնք բոլորը կդարաբեին Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց նոր հավատքին համար։ Դարաբանքը ձեպ մնե, իսկ մենտ մնե, որ կմիապանե հավատացյալները։ Մենք կրնալալ չենք համաձայնիր դարբեր գեդերու շուրջ, բայց դեր Հիսուս Քրիստոսի հավատացողը քու եղբայրդ եւ քույրդ է։ Մենք Աստծո ընտանիքն ենք։ Բողոսի հույսը միշտ կապված էր դեր Հիսուս Քրիստոսի հետ միադեղ ըլլալու։ Ան անհամբեր կսպասեր այն օրվան, երբ Քրիստոս պիտի գա վերցնելու իր եկեղեցին հափշտակության մեջ։ Այն ժամանակ ան պիտի ըլլա այն մարդոց հետ, որոնց ան առաջնորդեց թեպի դերոջ։ Անոնք երկուքն ալ անոր համար ուրախություն էին, այստեղ եւ հիմա։ Եվ անոնք պիտի ըլլային անոր ուրախությունը հավիտենականության մեջ։ Մինչ այդ, արդյոք երկնքի մեջ մեկը պիտի գա քեզի եւ շնորհակալություն պիտի հայտնե քեզի Աստծո խոսքը անոնց փոխանցելու համար։ Այդ պիտի ըլլա այն բարձրացությունեն մեկ մասը, որ մենք պիտի ստանանք երկինքը։ Որքան հրաշալի բան է գիտնալ, որ մեկը դարձի եկած է Քրիստոսի քու վկայության շնորհիվ եւ քեզի հետ պիտի երթա դերոջ առջև ներկայանալու։ Օգտագործե քու կյանքդ լավ ցևով, քանի արիթ ունիս։ Ամեն։ Հաջորդը
Գսիրես խոսիլ վերջին ժամանակներուն մասին։